Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես Լուսիկ Քոչարյանս եւ ներկայացնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ լսելու եւ տեսնելու հնարավորություն կա։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հենց հիմա հրավիրում եմ Facebook-յան հարթակ, այստեղ միացեք մեզ live stream-ի տարբերակով եւ մեկնաբանություններում էլ կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ։ Ես դրանց հետևում եմ, կփորձեմ անդրադառնալ ամենահետաքրքիրներին, արդիական հարցերին, դիտարկումներին եւ դրանք քննարկել մեր այսօրվա հյուրի հետ, ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու, հոգեթերապևտ Մարիա Զաքարյան, ողջույն Մարիա։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր թեմայի մասին, որը վերջին տարիներին իմ դիտարկմամբ շատ է շրջանառվում, նույնիսկ շահարկվում, ես կասեի, տարբեր իրավիճակներում, տարբեր միջանձնային եւ ներանձնային հարաբերություններում ու խնդիրներում։ Խոսքը հոգետրավմայի կամ հոգեբանական տրավմայի մասին է։ Փորձենք այսօր պատկերացնել իրականում ինչ է դա, իրականում եմ ասում, որովհետև ես գրառում թողեցի, որը տասնյակ հազարավոր դիտումներ ունեցավ եւ նաեւ հարցեր հավաքեց ու իմ եզրակացությունը որպես լրագրողի այն էր, մարդիկ չեն այդքան էլ հստակ չեն պատկերացնում, որտեղ է ավարտվում սովորական սթրեսը, տխրությունը, որտեղ է սկսվում արդեն տրավման, հետ տրավմատիկ իրավիճակը եւ այսպես շարունակ, ուր կարող է հասցված հոգեբանական տրավման, դեպրեսիվ տարբեր դրսևորումներից ու խանգարումներից, ինչով է տարբերվում, ֆոբիաների հետ կապ ունի, թե ոչ եւ այլն եւ այլն։ Դրա համար նախ երևի թե ընդհանուր տեղեկություն տանք մեզ լսողներին, դիտողներին, թե ըստ հոգեբանի, հոգեթերապևտի մենք պոտենցիալ երևի այցելուներս ինչ պետք է պատկերացնենք հոգեբանական տրավմա կամ կարճ հոգետրավմա ասելով։ Այդ իրոք տենցավ, որ հոգեկան առողջության մասնագետների համայնքում կա անհամաձայնություն առհասարակ, թե հոգետրավման ինչ է։ Ու ժամանակի ընթացքում բնորոշումը շատ փոխվել է, ու մինչև հիմա էլ մենք ունենք շատ տարբեր բնորոշումներ։ Չկա մեկ ընդհանուրը։ Առաջ ու իրականում ներկայում էլ Միացյալ Նահանգներում գործող ուղեցույց է, դիագնոստիկ ուղեցույց է, բնորոշում է տրավման որպես մի բան, որ անպայման պետք է ունենա կատաստրոֆիկ բնույթ ու անպայման պետք է սպառնա մարդու կյանքին ու նրա առողջությանը։ Նույնիսկ այդպես։ Հա։ Ու այստեղ տեղավորվում են բռնությունները, հիմնականում նկատի ունենք սեռական ու ֆիզիկական բռնությունները, այստեղ տեղավորվում են պատերազմը ու առհասարակային բաները, որոնք կարող են վնասել մարդուն։ Բայց սա միշտ չի, որ արտացոլում է մարդկանց փորձառությունը ու կա օրինակ այլ բնորոշում, որ ես շատ հավանում եմ, ամերիկյան հոգեբանական ասոցիացիան այս բնորոշումը առաջարկել, որ հոգետրավման է ցանկացած շատ անհանգստացնող փորձառությունն է, որ բերում է գերարտահայտված վախի առաջացման, որ բերում է շատ տանջալի ապրումների առաջացման, անօգնականության, անզորության զգացման, ու որը այստեղ այսքանը բավարար չի, անպայման ինքը պետք է նաև ունենա բացասական երկարաժամկետ ազդեցություն մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա։ Այս կտորը պարտադիր է։ Գոնե մի քանի ոլորտի վրա, այսինքն եթե չկա ազդեցություն, մենք պետք է կասկածի տակ դնենք, արդյոք դա հոգետրավմա է, թե ոչ իրականում։ Իսկ եթե Հայաստանին եւ ձեր փորձառությանն անդրադառնանք, շփվելով տարբեր այցելուների, տարբեր լսարանների հետ, ինչպես են Հայաստանում պատկերացնում, ինչ է հոգետրավման, ինչ երևի թե մոլորություններ կամ սխալ պատկերացումներ հիմա կբարձրաձայնեք եւ միգուցե կհերքեք կամ որոշներն էլ կհաստատեք, որ այո, դա ճիշտ է, իսկ այսա այդքան էլ ճիշտ չէ, սխալ է։ Ես կարծում եմ, որ մեր պատկերացումները շատ չեն տարբերվում այն պատկերացումներից, որ կան այլ երկրներում, ու այդ պատկերացումների տարբերությունները էլի պայմանավորված են նրանով, որ մենք մինչ օրս չունենք մեկ ընդհանուր տրավմայի բնորոշում։ Ու մի կողմից կա այս պատկերացումը, որ հիմա մենք չափիչատ ենք օգտագործում այս տերմինը, ու այդ ճիշտ է, այդ իրոք տենց է, որովհետև ցանկացած տղաչ փորձառություն չի կարող լինել հոգետրավմա։
հա, տենց բան չի կարող լինել, բայց մյուս կողմից էլ կա sense պատկերացում, որ հոգետրավման պետքա անպայման վերաբերի միայն մի բանի, որը որ շատ կատաստրոֆիկ բնույթ ունի։ Էլի ինչը շատ վալիդ է, որովհետև շատ երկար ժամանակ հենց բժշկական ոլորտը այս բնորոշումն է առաջարկել հոգետրավմայի։ Գրառման ներքևում այսպիսի մի միտք էր ձևակերպված, որ հոգետրավման վերաբերում է հոգեբուժությանը եւ հոգեբաններն այդքան էլ կապ չունեն եւ աշխատելու խնդիր չունեն։ Իսկ ինչ կասեք, մեր հասարակությունում էլ աշխարհում էլ դեռևս այս սահմաններն էլ շատ հստակ քարտեզագրված չեն, որտեղ է ավարտվում հոգեբանի կամ հոգեթերապևտի կոմպետենցիան, որտեղից է սկսվում բժշկի, հոգեբուժի անելիքները։ Այս թեմայում ինչ ունենք։ Տեսեք, իրականում տրավմայի մասին պատկերացումները եւ հստակ կան հոգեբուժության մեջ եւ կան հստակ հոգեթերապիայի մեջ, ուղղակի այդ տարբերությունը կա պայմանավորված նաեւ թերապևտիկ տարբեր դպրոցներով, որովհետեւ փիլիսոփայությունները տարբեր են, բայց հոգետրավմայի հետ գործ ունի եւ հոգեբույժը եւ հոգեբանը կամ հոգեթերապևտը անպայման։ Երկուսն էլ աշխատում են դրա հետ ուղղակի տարբեր մեթոդներով։ Եթե հոգեբույժը հոգետրավմայի հետ աշխատում է տալով հստակ ախտորոշում, թե արդյոք մենք ունենք օրինակ տրավմատիկ ստրեսային խանգարում կամ կոմպլեքս տրավմատիկ ստրեսային խանգարում, իսկ հոգեբանը կամ հոգեթերապևտը աշխատում է արդեն հոգետրավմայի հետևանքների հետ թերապևտիկ process-ում։ Երկուսն էլ գործ ունեն հետը։ Այո, այստեղ միգուցե եւ նույնիսկ դեպքեր լինեն, երբ երկուսով զուգահեռ աշխատեն, այնպես չէ, որ հոգեբուժը որոշ տեղորայքային միջամտություն ձեռնարկի, իսկ հոգեբան, հոգեթերապևտը իր ուղղության գործիքները։ Կարող եք մի փոքր անձամբ ձեր մասին խոսել, թե դուք ինչ սկզբունքով, ինչ մեթոդի ուղղության եք պատկերացնում, ինչ գործիքակազմով եք աշխատում ձեզ դիմող հոգետրավմայով մարդկանց հետ։ Ես վարքաբանական ու հումանիստիկ թերապևտ եմ, այս երկու դպրոցներով եմ աշխատում ու տրավմայի հետ գործ ունեմ հետևյալ կերպով, ես շատ սիրում եմ տրավմայի հետ աշխատանքի 3 ֆազային մոդելը, որ տեսեք ինչի մասին է, կա 3 ֆազա։ Առաջին ֆազան դա այնա, որ թերապևտը ու այցելուն ստեղծում են ապահով տարածք միասին ու աշխատում են թերապևտիկ հարաբերություններում այդ ապահովությունը պահպանելու ուղղությամբ։ Նաև այստեղ մենք աշխատում ենք հողակցման ուղղությամբ, աշխատում ենք տարբեր համոզմունքների հետ, սովորում ենք հուզական ռեգուլյացիայի հմտությունները ու դրանից հետո մենք տեղափոխվում ենք արդեն երկրորդ փուլ, որը այնց ենթադրում է հենց կոնֆրոնտացիան բուն տրավմատիկ փորձառության հետ, այսինքն այստեղ հիշողության հետ ենք աշխատում։ Ու չեն կարող այս երկրորդ փուլը սկսել առանց առաջին փուլը անցնելու։ Իսկ եթե առաջին փուլի վրա մի փոքր կանգ առնենք եւ երկու լրացուցիչ հարց տանք, դուք նշեցիք հողակցման գործողություն, հա։ Դե ես լսել եմ, գիտեմ, քանի որ շատ եմ մասնակցում հոգեբանների հետ հանդիպումներին, բայց կարծում եմ հիմա շատերի համար սա անհասկանալի է։ Ինչ է դա եւ ինչ եք անում դուք այցելուի հետ։ Մենք օգնում ենք այցելուին կապ հաստատել ներկայի հետ, այսինքն կարողանալ ներկայում պատասխանել հետեւյալ հարցերին. Ինչ եմ ես հիմա մտածում, ինչ եմ ես հիմա զգում ու ինչ մարմնական զգացողություններ ունեմ ես ու որտեղ եմ ես։ Ինչ եմ հետևյալներ են ունենում այցելուները։ Իհարկե։ Որովհետև առաջին հայացքից շատ բարձ հարցեր են, որը ամեն վարքյան մենք բոլորս պետք է կարողանանք, չէ՞, պատասխանել այս հարցերին։ Չէ, մենք ամեն վարքյան չենք կարողանում բոլորս այս հարցերին պատասխանել, իրականում սրանք բարդ հարցեր են, որովհետև շատ հեշտ է լինում ձուլվել տարատեսակ մտքերի ու հույզերի հետ։ Դրա համար ներկայի հետ կապը իրականում դժվարացած է ոչ միայն հոգետրավմայի միջով անցնող մարդկանց համար, այլ նաև տարբեր առհասարակ օրինակ տագնապային մարդկանց համար, մեծ քանակությամբ ամոթ ինքնակնություն կրող մարդկանց համար ու այստեղ մենք բավականին երկար ենք կանգ առնում, որովհետև դժվարությունները շատ են։ Իսկ հոգետրավմայի պարագայում սա առանձնահատուկ ունի նշանակություն, որովհետև այս մարդկանց շատ բնորոշ է լինում դիսոցիացիաների առաջացումը, այսինքն երբ որ կապը կորում է ներկայի հետ եւ քո սեփական մարմնի եւ արտաքին աշխարհի։ Եվ նրանք ավելի շատ ապրում են անցյալով, թե անհանգստանում են ապագայի համար, ինչն է այստեղ գերակշռում։ Երկուսը միասին ձուլումատեի ունենում եւ անցյալի եւ ապագայի հետ։ Եվ դուք նշեցիք, որ առաջին փուլում, այդ 3 ֆազայի առաջին փուլում կարևոր է նաև ապահով միջավայրի ստեղծումը, այստեղ էլ փորձենք հասկանալ, այդ ինչ տագնապներով են գալիս բուժառուները, չէ, ձեր դեպքում այցելուները, որ ապահով միջավայրի կարիք կա, սա վստահությանն է վերաբերում, թե ուղղակի ձեզնից չվախենալը, թե հիշողություններից չվախենալը, մի փոքր կնկարագրեք, ինչ միջավայր է սա։ Բոլորը միասին։ Լավ։ Ու այցելուները ունեն շատ անհանգստություններ
երբ առաջին անգամ դիմում են մասնագետի։ Ինչա այս մարդը մտածում իմ մասին։ Արդյոք գնահատական չէ, տպավորություն թողնել։ Հա, արդյոք այն հոգատարությունը, որ ես հիմա ստանում եմ նրա կողմից, իրական է։ Արդյոք ես իսկապես կարող եմ կիսել նրա հետ այն ինչ որ իմ հետ տեղի է ունենում։ Արդյոք ես չեմ բախվի քննադատությանը։ Ինչ աշխարհայացք ունի այս մարդ, կարող ինքը ստում է իր աշխարհայացքի մասին ու իրականում համար ստեղ ընդհանրապես ապահով չի։ Այո։ Այս Սա կարող է էլ կրոնական, էլ սոցիալ հոգեբանական, էլ բարոեթիկական, ինչին ասես, իդեպ կարող է վերաբերել ինձ էլ երբ դիմում են լավ հոգեբան ասեք, իդեպ այս կետերից շատերը արդեն իսկ թվում են, որ վստահելի լինի, որ չգնա ուրիշներին չպատմի իմ մասին, որ մի բան կիսվելիս չմեղադրի, որ ես ինձ զոհ չզգամ եւ այլն, իրականում այս թվարկվածները թվում է թե ցանկացած հոգեբանի թիվ 1 եւ բազային հարցերը պետք է լինեն, որն ապահովվում է, բայց արի ուտես, որ միևնույն է այդ վախը կա, միևնույն է հատուկ այս բնութագրիչներով օժտված մասնագետ փնտրում են մարդիկ։ Լավ, եւ այսպես, եթե առաջին փուլի այս ամենը ապահովվում է, դուք կարողանում եք անցնել երկրորդ փուլ։ Այստեղ սովորաբար ինչ խնդիրներ են լինում, մարդիկ ուզում են հիշել այդ իրենց տրավմատիկ փորձառությունը, թե միգուցե վախենում են, խուսափում են եւ դուք դիմադրության եք երբեմն հանդիպում, ինչ է հետ կատարվում։ Մենք միշտ ենք հանդիպում դիմադրությանը։ Առանց դիմադրության թերապևտիկ process գոյություն չունի։ Այդ շատ բնական արձագանք է, որ անկախ հոգետրավմայից մենք բոլորս ունենք։ Երկրորդ փուլում սովորաբար մենք արդեն աշխատած ենք լինում տարատեսակ համոզմունքների հետ, ոնց օրինակ չեմ կարող բախվել այս փորձառությանը կամ չեմ ուզում հիշել դրա մասին, հա մենք այս ամեն ինչը արդեն վալիդացրած ենք լինում ու արդեն այս համոզմունքների հետ որոշակի աշխատանք տարված է լինում։ Այս փուլում իհարկե շատ ակտիվ է խուսափողական վարքը, դրա համար շատ կարևոր է որ մասնագետը լինի զգուշ ու հոգատար։ Մենք չենք ստիպում այցելուն առերեսվել ինչ-որ տրավմա, եթե իրականում ամոքման համար պարտադիրել չի անպայման վերհիշել ու նորից անցնել այդ process-ի միջով։ Այստեղ տարբեր թերապևտիկ դպրոցները տարբեր փիլիսոփայություն են առաջարկում, բայց մենք ոչ մի բան չենք ստիպում այցելուին անել։ Ու այս երկրորդ փուլում մենք միևնույնն է կարող ենք աշխատել միայն իր հիշողության որոշակի հետևանքների հետ, այլ ոչ թե բուն հիշողության։ Սա էլ է հնարավոր։ Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Եվ իրոք հաճախ ասում են, չէ, մինչև դուք սկիզբը չհասնեք սկզբին, չփորփրեք եւ սկզբնապատճառները չվերհանեք, ջրի երես, հնարավոր չի դրա հետևանքների հետ աշխատել, բայց փաստորեն հնարավոր է։ Հնարավոր է։ Հետևանքների հետ հնարավոր է աշխատել, ու սա կախված է թե այն գործիքակազմից, որ թերապևտը օգտագործում է, թե այցելուի ցանկություններից։ Երրորդ փուլն ինչ է իրենց։ Երրորդ փուլը ինտեգրացիայի փուլն է, կյանք։ Այսինքն այս փուլում մենք արդեն աշխատում ենք այցելուի արժե համակարգի հետ։ Այցելուն արդեն կարողանում է պատասխանի այն հարցերին, թե ով եմ ես կամ ինչպիսին եմ ես ուզում լինել ու ինչ արժեքներ ունեմ ես։ Ու այս երրորդ փուլը ինքը sense ակտիվ վարքաբանական աշխատանք է, այսինքն մենք միասին ֆիքսում ենք, թե ինչ կարող ենք անել այցելուի արժեքներին մոտենալու համար։ Արդեն անել, ոչ թե այդքան մտածել, որովհետև մտածելունը համարվում է քիչ թե շատ անցած եւ մշակված։ Բաստան արդեն գործողությունների փուլն է գալիս, լինում է որ դուք միասին գաք եզրակացության, թե օրինակ մինչեւ հանդիպումը կամ մոտակա 1 ամսվա ընթացքում այցելուն ինչ գործողություններ պետք է անի։ Այսպես ուզում եմ մի քիչ կիրառության դաշտ բերենք եւ պատկերացնենք։ Հա, իրականում մենք գործողությունների հետ առաջին փուլում ենք աշխատում, որովհետեւ այդ նույն հողակցման փուլը որտեղ մենք սովորում ենք ներկայի հետ կապ հաստատել, սա իրանից պահանջում է որոշակի աշխատանք, որ այցելուն պետքա տանի սեսիաների միջև։ Հետաբար այստեղ նույնպես վարքաբանությունը ունի իր կարևոր տեղը, ու ես օրինակ շատ սիրում եմ այդ ինչ-որ աշխատանքներ պլանավորել 2 սեսիաների միջև, ու հենց կան այցելուներ, որ շատ հավանում են ես, որովհետև սա թույլ է տալիս նրանց կապ հաստատել այն process-ի հետ, որ նաև տեղի ունենում թերապևտի սենյակում, ու ինքնուրույն շարունակել այդ շատ ակտիվ է ստացվում այս դեպքում, չէ, այցելուի ներգրավվածությունը, այլ ոչ թե գալ, սենյակում նստել, խոսել, դուռը փակել, դուրս գալ եւ շարունակել կյանքը ինչպես առաջ էր, օրինակ։ Դա նույնպես ունի իր կարևոր տեղը։ Իսկ լինում են այցելուներ, ովքեր ասում են, գիտեք, այստեղ ինչ կարող եք դուք արեք, որովհետեւ ես ժամանակ, հավես, տրամադրություն եւ ռեսուրս չունեմ սենյակից դուրս մեկել դնեմ ես աշխատեմ։ Ձեր փոխարեն օրինակ ճակերտավոր ասած։ Մենք հարգում ենք այդ։
Դա այդ նույնպես ունի իր տեղը։ Մենք հարգում ենք այցելուի ցանկությունը ու հաշվի ենք առնում այն, որ շատ բնական է, որ մարդը ձև արձագանքի։ Մենք չենք ստիպում ու չենք ասում, որ այ եթե հենց հիմա դու չգնաս ու այս վարքաբանական ակտիվությունը չցուցաբերես, մենք չենք կանոնակու այդ աշխատել։ Այստեղ պայմաններ դնելով Իհարկե։ թերապիան չի ընթանում։ Հա, մենք ստեղծում ենք տարածք այցելուի այս մտահոգությունների համար ու աշխատում ենք նենց ոնց այցելուն թույլ է տալիս, որ այդ պահին այդ տեղ ունենա։ Անպայման չի, որ մենք միանգամից այցելուն ասենք պետք է լինես դու մաքսիմալ ակտիվ։ Եվ փորձենք հոգեբանական ու նաև վեգետատիվ ֆիզիկական տեղաշարժերի գանգատների մասին էլ խոսել այն մարդկանց համար, ովքեր հիմա միգուցե մեզ լսում են եւ գաղափար անգամ չունեն։ Իրենք ունեն ինչ որ տրավմա այնտեղ թաքնված տարբեր մակարդակներում իրենց գիտակցության եւ ենթագիտակցության, թե չունեն, թե իրենց ված գալը եւ կյանքի որակի, այսպես կասկածելի մակարդակը դրա հետ կապ ունի, թե չունի։ Ինչ գանգատներ դուք հիմա կնշեք, օրինակ, մի քիչ ֆիզիկական, մի փոքր էլ մտային կամ հոգեբանական։ Այս շատ մեծ հարց է։ Այստեղ կարևոր կլինի սկսել հենց տրավմայի դրսևորումներից, որպես այդպեսին, հետո նոր անդրադառնանք սոմատիկ դրսևորումներին։ Տեսեք, եթե մենք խոսում ենք հետտրավմատիկ ստրեսային խանգարման մասին, մենք այստեղ ունենք 4 կարևոր կրիտերիա, որով մենք կարող ենք կողմնորոշվել, որ այո, մենք բախվել ենք հենց այս խնդրի հետ։ Առաջինը դա նա, որ կա հենց բուն տրավմատիկ իրադարձությունը, որի մասին մի քիչ առաջ խոսեցինք։ Ու սա կարող է վերաբերել եւ հոգեբանական բռնությանը եւ կարող է վերաբերել տարատեսակ օրինակ ծնողների կողմից անուշադրության մատնվածները, լքվածությունը, կապվածության հետ կապված խանգարումները, այս ամենը այստեղ տեղավորվում է։ Ու այսրա արդյունքում մարդը ներկայում ապրում է, վերապրում է այն, ինչի հետ տեղի ունեցել անցյալում։ Այսինքն սրանք ակնբախ ավելի ցուցիչներն են, որ հստակ պարզ է, որ եղել է այսպիսի խնդիր ու հիմա մարդը դրա արդյունքում ունի մտատանջություններ։ Հա։ Ու վերապրում է դա։ Երկրորդ կրիտերիան այն է, որ մարդու մոտ լինում է արտահայտված խուսափողական վարքը, այսինքն ամեն գնով անել նենց, որ ես չզգամ ու չմտածեմ, թե ինչա իմ հետ տեղի ունեցել։ Օրինակ չհակնեմ այն շոերը, որոնք որ ես հակել եմ, երբ իմ հետ է տեղի էր ունեցել, չհանդիպեմ այդ մարդկանց, չքայլեմ այդ մասով, փոխեմ իմ ճանապարհը եւ այլն։ Այստեղ նաեւ հաճախ տեղավորվում են տարբեր պսիխոակտիվ նյութերի կիրառումը։ Ախմեմ ալկոհոլ, որ չզգամ այդ, չմտածեմ դրա մասին։ Ու վերջին կետը այն է, որ չնայած նրան, որ այս խուսափողական վարքը սենց ակտիվ է, մարդը միևնույնն է ունի շատ կայուն վտանգի զգացում։ Ապրում է անապահովություն, որից ոչ մի կերպ չի կարողանում ազատվել։ Իդեպ մեր հարցերից մեկը հենց ֆոբիաներին էր վերաբերում։ Ֆոբիան հոգետրավմայի արդյունք է, թե ինքը կարող է տրավմա հասցնել։ Մի փոքր մարդիկ կարծես թե այս պահը չեն պատկերացնում, փորձենք բարձ դարձնել։ Օրինակ այդ վախերը կարող են վերածվել կայուն ֆոբիայի, այդ ձեր նշած վերջին կետի։ Ֆոբիան կպչուն վախն է ու կարող է վերաբերել տարատեսակ օբյեկտների ու երևույթների։ Անպայման չի, որ բուն այդ իրադարձությունը, որ մեր համար է ունեցել է սարսափելի բնույթ, անպայման չի, որ ինքը հենց առաջացնի հետտրավմատիկ ստրեսային խանգարում։ Որոշ դեպքերում հնարավոր է միակ դրսևորումը, որ մենք ունենանք, ֆոբիան է։ Բայց այդ չի նշանակում, որ ֆոբիան անպայման պետք է կապված լինի հոգետրավմայի հետ։ Այսինքն կարող է զուգամիտվել, կարող է ոչ։ Հա։ Այստեղ նշված են նաև մի շարք խնդիրներ, փորձենք հասկանալ, սրանք հոգեբանական տրավմա կարելի է համարել, թե ոչ, թե դրանք հետևանք են, ընդհանրապես ինչ մտածել այս պատմության մասին։ Ինքնության խանգարում, փախուստ իրականությունից եւ լուսավոր կետի իսպառ մարում, այսպիսի գանգատներ են թվարկված։ Այս գանգատները կարող են տարատեսակ խնդիրների մեջ տեղավորվել։ Դեպրեսիվ խանգարումների մեջ կարող են տեղավորվել տագնապային խանգարումների մեջ ու իրականում հետտրավմատիկ ստրեսային խանգարման, ինչպես նաև բարդ հետտրավմատիկ ստրեսային խանգարման, դրա մասին էլ կուզեի խոսել, այդ կարևոր տարանջատումը կարող են տեղավորվել։ Առանց կոնտեքստի ու առանց համապարփակ ախտորոշման անհնար է արձագանքել, թե սա ամեն դեպքում հոգետրավմայի արդյունք է, թե չէ։ Եվ իրոք ես այս մեկնաբանությունը գրող անձին էլ անպայման ուզում եմ դիմել, որ կապը եւ պատճառահետևանքային շղթան մարդիկ բազում սեսիաների ընթացքում են պարզում։
պատկերացնում եք, դուք կարող եք օրինակ 5 այց գնաք եւ պատտվեք այս խնդիրների շուրջ, փորձելով գտնել դրանց ոտքերը, արմատները, որտեղից են գալիս, այնպես որ իսկապես ուղակի խնդիրներ թվարկելով հստակ մասնագիտական եզրակացություն դժվար է անել, հնարավոր էլ չի երևի թե։ Խոսենք մանկական տրավմա ասվածի մասին, որովհետև սա էլ է շատ շրջանառվում։ Այ ես հիմա այսպիսին եմ, որովհետև մանկական տրավմա ունեմ այս թեմայի շուրջ կամ ես հիմա այս վարքը որպես սովորություն անընդհատ դրսևորում եմ, դա ինձ մոտ մանկական տրավմա է։ Մի խոսքով, այսպես շատ տարբեր կոնտեքստներում սա քննարկվում է։ Թվարկված է նաև հոր բացակա լինելը, մոր կողմից նարցիսիզմ ունենալը կամ ցուցաբերելը, երեխա չունենալը, այսինքն ասա արդեն հենց գրողին է վերաբերում, ինչի հետ կարելի է սրանք համարել տրավմաներ, թե ոչ։ Իհարկե։ Այստեղ կարևոր է խոսել մի հատ դասակարգման մասին, որը բաժանում է տրավմաները երկու տիպի։ Կան շոկային տրավմաներ։ Այդ են կլասիկ մեր պատկերացումն է տրավմաների մասին, օրինակ պատերազմները, բնական աղետները, բռնությունը, ֆիզիկական ու սեռական բռնությունը։ Ու կան նաև երկրորդ տիպի տրավմաները, որոնք որ այլ կերպ անվանում են հուզական կամ զարգացման տրավմաներ։ Սրանք կարող են կապված լինել ծնող երեխա հարաբերությունների հետ, ու այն որ մի քիչ առաջ նշեցի է լքվածության զգացումը, ծնողի կողմից անուշադրության մատնված լինելը, հուզական բռնությունը, gaslighting-ը, տարատեսակ վիրավորական բառերի օգտագործումը երեխայի հանդեպ, այս ամենը կարող է տեղավորվել տրավմայի երկրորդ տիպի մեջ, որի մասին հիմա սկսում են ավելի հաճախ խոսել, ու սա կարևոր է, բայց նաև էլի կգրվեմ, որ ամեն տհաճ փորձառություն չի կարող լինել հոգետրավմա, ու հիմա ինձ շատ դժվար է արձագանքել, թե այն որ մարդիկ ասում են, էսի մանկական տրավման է, այդ իրականում տրավմա է, թե չէ, որովհետև ես չեմ ճանաչում այդ մարդկանց, ես չեմ տիրապետում կոնտեքստին։ Անամնես չեք հավաքել, այսպես ասած։ Դրա համար չեմ կարող ճշգրիտ պատասխանել։ Որքան կարող է տևել մեկ տրավմայի կամ այսպես խառը տրավմաների փնջի, այդպես էլ է լինում, կարծում եմ, հաղթահարումը, ինչ ժամանակ կարող է խլել այցելուից, որովհետև երբեմն հոգեբանի կամ հոգեթերապևտի ուղղորդում կոնտակտ ուզելիս դա էլ են հարցնում, իսկ կարող է իմանաք այս խնդիրը ես մոտավորապես ինչքան եմ գնալու հոգեբանի մոտ։ Այստեղ կարող է նշել, որ հաղթահարումը չունի ինչ-որ իդեալական տեսք, այլ որ մենք հասանք ինչ-որ մի կետ ու ասում ենք, որ վերջ, դու հաղթահարել ես այս խնդիրը, գնա։ Բայց սա շատ վախենալի է, ստացվում է, որ կարելի է մինչև կյանքի վերջ էլ գնալ հոգեբանի մոտ եւ այդպես էլ մի որոշ շոշափելի արդյունք չունենալ, հա։ Չէ, շոշափելի արդյունք կարելի է ունենալ ու ցանկալի է ունենալ։ Ու եթե թերապիայում մենք օրինակ արդեն 1.5 տարի հաճախում ենք, բայց չունենք ինչ-որ արդյունք, սա մի բան է, որին կարող է արձագանքել։ Դա թեկուզ այդ արդյունք կարող է լինել միայն ճանաչել, թե ինչ ուզական ապրումներ ունեմ ես։ Դա լավ վալիդ, դա լավ արժեքավոր։ Տրավմայի հետ աշխատանքը կարող է իսկապես շատ երկար տևել։ Ու այդ կապված է թե ուղղության հետ, թե հենց այցելուից է կախված, թերապևտի գործիքակազմից է կախված, բայց դա չի նշանակում ամբողջ կյանքի ընթացքում մենք պետք է գնանք թերապիայի։ Թերապիան անպայման ունի վերջ։ Ինչ որ մեկի համար այդ վերջը 6 տարուց է, ինչ որ մեկի համար 2 տարուց է, բայց ինքը ունի վերջ։ Հա։ Նաև հիշենք, որ այսօր շատ բարեխիղճ, լավ բարձրակարգ հոգեթերապևտները նաև ներառում են հոգեկրթության բաղադրիչ եւ իրենք լիքը բաներ նաև սովորեցնում են ինքնուրույն ճանաչել, ինքնուրույն տարբերակել մի խնդիրը մյուսներից, ինքնուրույն այդ coping մեխանիզմները, պաշտպանական մեխանիզմները ցուցաբերել։ Այսօր հարգելի ունկնդիրներ, այդպես пассив դիրքում չէ այցելուն եւ նա ակտիվ սովորելու յուրացնելու գործողություններ է կատարում ամբողջ հոգեթերապիայի ժամանակ։ Դրա համար այն վախը, որ կախվածություն ձեռք բերեմ հոգեթերապևտից, շատ լավ հոգեբանի դեպքում այդպես իրատեսական չէ, երևի թե կախվածություն ունենալը չէ։ Նման դրսևորում, չգիտեմ կախվածություն ասելով այս բան կոնկրետ ինչ նկատի ունեք, որ առանց իրեն ես չեմ կարող իմ հարցերը լուծել եւ ապրել այլևս։ Այս միտքա, այս կարևոր միտքա, այս միտքը կարող է առաջանալ թերապիայում, անգամ եթե մեր թերապիան շատ որակյալ է։ Ու այստեղ այցելուն թերապևտը միասին սովորում են արձագանքել այս մտքին ու աշխատել այս մտքի հետ։ Այս մտքի առաջացումը ինքնինիանով խնդիր չէ։ Կարևորը թե ոնց ենք մենք արձագանքում իրան։ Նաև անդրադառնանք հոգեսոմատիկ վիճակներին եւ սոմատիկ դրսևորումներին։ Մարդիկ շատ հաճախ տարբեր բժիշկների մոտ են գնում, տարբեր գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ են անում, որպեսզի հասկանան այս կամ այն գանգատը ֆիզիկական ինչի հետ կարող է պայմանավորված լինել ու իդեպ այդպես ոչինչ էլ չեն գտնում, բայց վեգետատիվ տեղաշարժերը շարունակվում են։
Կարող եք հիմնական այդպիսի գանգատները նշել, որ մարդիկ ուշադիր լինեն հենց դրանց նկատմամբ։ Չկան կոնկրետ այնպիսի սոմատիկ կանգատներ, որ երբ մենք դրանց առաջացումը ֆիքսենք, միանգամից ասենք, որ սա միանշանակ կապված է հոգետրավմայի հետ։ Այն, որ դրանք չունեն օրգանական պատճառներ, կարող է շատ տարբեր բացատրություններ ունենալ։ Շատ բնական է։ Դրանք կարող են տագնապային խանգարումների մաս, կարող են դեպրեսիվ խանգարումների մաս, ու իրականում հետտրավմատիկ ստրեսային խանգարումների մաս նույնպես կարող են լինել։ Այսինքն, այսպիսի հստակ բաժանում մենք հիմա չենք կարող տալ։ Ամեն դեպքում ինչն է այստեղ կարևոր նշել, որ եթե մենք ունենք գանգատներ, վեգետատիվ գանգատներ, սոմատիկ գանգատներ, որոնք սոմատիկ բժիշկը չի կարողանում բացատրել, այստեղ կարող է դիմել հոգեբույժի, ու հոգեբույժը արդեն սկսում է իրականացնել այդ դիֆերենցիալ ախտորոշումը։ Սա որ խնդրի մասն է։ Իսկ որոնք են ամենատարածված գանգատները։ Ըստ իս օրինակ սրտխառնոցն է։ Իմ տպավորությամբ դուք էլ կարող է ձեր փորձառությունից հիշեք հաճախ ինչն է ավելի հանդիպում։ Եթե խոսում ենք հենց հոգետրավմայի հետևանքների մասին, ես կնշեմ թմրածությունը։ Մարդիկ շատ հաճախ մարմնի տարբեր մասերում զգում են թմրածություն։ Այս առանցքային կարևոր է։ Ու նաև լինում է հաճախ դիսոցիացիայի պատճառը, քանի որ ես թմրած եմ, ես չեմ զգում իմ մարմինը, ես չեմ կարողանում նաև կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Ու այստեղ շատ տարբեր կանգատներ նաև կան սրտանոթային համակարգի հետ կապված, շնչառական համակարգի հետ կապված, որոնք որ չեն օրգանական պատճառներ։ Արագ սրտխփոցը, շնչահեղձ լինելու զգացումը, գլխուեղում ինչ որ sense ամպերի ինչ որ զգացումը, հա, կարծես ես ամպերում եմ, չեմ հասկանում իմ հետ ինչա տեղի ունենում։ Հնարավոր է անզգայացման եւ թմրածության է նման, բայց մտքերի դաշտից, այսպես ասած։ Գլխապտույտը, գլխացավը, այս բոլորը այստեղ տեղավորվում են։ Մի այսպիսի հարց, եթե մարդն ունի հոգետրավմա եւ դրա հետևանքներ, ու նա չի զբաղվում դրանց լուծմամբ։ Դրանք կարող են գնալով խորանալ, տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ վնաս հասցնել։ Մի քիչ մենք այս թեմայով էլ սխալ պատկերացում ունենք, որ հոգետրավման հոգետրավմա է, X քանակի կար, այդպես էլ մնում է, չլուծեցիր կմնա, լուծեցիր կվերանա։ Զարգացումը կարող եք նկարագրել, ինչպիսին կարող է լինել։ Եթե չենք արձագանքում, հա, օրինակ չեն գնում ոչ հոգեբանի, ոչ հոգեբուժի մոտ։ Միանշանակ այդ կարող լինել խնդրային։ Բայց հոգետրավմայի հետ գործ ունենալը միայն թերապևտիկ սեթինգում չի ու միայն հոգեբուժի սենյակում չի։ Այստեղ նաև շատ կարևոր է սոցիալական աջակցությունը։ Հա, ընկերները, ընտանիքը, համայնքը, եթե այդ համայնքը մեզ ընդունում է ինչպեսին որ մենք կանք, եթե այդ համայնքը ամեն դեպքում հոգատար ու աջակից է։ Շատ կարևոր բան նշեցիք, որովհետև երբեմն այս օգնության փոխարեն էլ ճիշտ հակառակն է լինում, օրինակ հոգեբուժի, հոգեբանի սենյակում սեփական ջանքերով, ռեսուրսներով աշխատանք է տարվում, բայց սոցիալական կոմպոնենտը ոչ մի կերպ չի լինում լուծել, որտեղ հոգեբան չի կարող գնալ եւ աշխատել բոլոր հարազատների եւ ազգության հետ, այսպես ազգուտակի հետ, ինչպես հայերն են ասում։ Այդ խնդիրը, բայց կան մարդիկ, ովքեր որ միևնույնն է գտնում են այդ ապահով միջավայրը։ Դա կարող են ընկերները, անպայման չի որ դա լինի հենց բուն ընտանիքը, ու միևնույնն է ցանկացած բարակայում ամոքումը չի կարող տեղի ունենալ, եթե մենք չունենք սոցիալական աջակցություն։ Միայն թերապիայի սենյակում նստած այդ չի կարող լուծվել։ Իսկ ճիշտ է, որ բուն տրավմայի կամ հետտրավմատիկ ստրեսի խանգարման հաղթահարումից հետո ցանկալի է կյանքի ընթացքում ունենալ նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն, գոնե պարբերաբար, այսպես կանխարգելիչ, ինչ որ նոպաներից, սրացումներից խուսափելու համար, այսպիսի ուղղորդում պրակտիկա կա հոգեբանության մեջ։ Նման ուղղորդում կա, բայց միշտ չի որ կիրառվում է։ Ամեն դեպքում կոնտեքստը էլի կարևոր է, կոնկրետ այցելուի պատմությունը կարևոր է, կոնկրետ այցելուի արձագանքը կարևոր է։ Առանց դրա ընդհանուր սենս չեն կարող ասել, որ անպայման պետք է կյանքի ընթացքում էլի դիմես ինչու աջակցության։ Հաճախ ասում են, որ հիմա դու լավ ես, բայց այս լավ վիճակը պահպանելու համար ցանկալի է, որ ունենաս սոցիալ-հոգեբանական աջակցություն մասնագետի կողմից եւ քո հայցը կարող է հենց դա էլ լինել, ոչ ավել։ Okay, նման բան հնարավոր է, բայց թերապիայում մենք հաճախ աշխատում ենք այն ուղղությամբ, որ մարդը կարողանա պահպանի այն ինչ որ թերապիանի անտվել է ի սկզբանե։ Այսինքն այստեղ անպայման չի, որ մասնագետը քո կողքին լինի նստած։ Իսկ մարդկանց մոտ ստացվում է պահպանել։ Իհարկե։ Հա, այսինքն դրական լավ սցենարներ այստեղ լինում են։ Ամենայն այնքան անհույս եւ վատ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք հոգետրավմաների վերաբերյալ։
Շնորհակալություն, մենք զրուցեցինք հոգեթերապևտ Մարիա Զաքարյանի հետ։ Այսօրվա թեման կարծում եմ կարևոր է բոլորի համար, մեր առօրյան կյանքը բավական սթրեսային է եւ մենք կարող ենք բախվել տարբեր հոգետրավմաների հետ, որոնք ունենան հետևանքներ։ Ուշադիր եղեք, միան տեսեք, դիմեք մասնագետների։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։